На месте, где был сражен Сасун Макарчан, сегодня установлен Хачкар. В память о бойце, отдавшем свою жизнь за этот клочок родной земли. Ֆիզիկապես ինքը ճիշտ է մեր հետ չի, բայց հոգեպես մեր կողքին է։ Ամեն ցանկացած սեղան նստելուց մենք հիշում ենք Սասունին։ Ամեն բաժակ բարձրացնելուց պարտադիր Սասունի եւ Սասունի նմանների կենացը պարտադիր խմում ենք։ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զինվորական շքերթի ընթացքում միասնական շարքերով անցան հայկական եւ արցախյան բանակի մարտիկները։ Նրանց շարքերում քայլում էին նաեւ հերոս հատուկ ջոկատայինները։ Հայաստանի մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր Սասուն Մկրտչյանի մարտական ընկերները։ Հպարտությամբ եւ ուժով էին փայլում նրանց առնական դեմքերը, եւ նրանց սրտերում վառվում էր Սասունի ոգին։ Այսօրվա դրությամբ իրանց այն հատուկ նշանակության մեջ կջարդված է։ Ու ջարդեցին մեր հասարակ զինվորը, պոստում կանգնած հասարակ զինվորը։ Սասունի մասին միշտ պետք է խոսել, որտեղ Սասունը ամեն ինչում է օրինակելի եղել։ Ինքը թե ապրեց օրինակելի, թե զոհվեց օրինակելի։ Հորդորում եմ մեր այսօրվա զինվորին, որ կարողանանք վաղվա պատերազմում մենք հաղթող դուրս գանք։ Պատրաստվեն Սասունին նման, մեր Ուրֆանյանի պես։ Сасун Макарчан обрел бессмертие не только в душах бойцов, братьев по оружию, и в памяти будущих поколений защитников Родины. В День независимости Армении 21 сентября на свет появился его племянник, сын его сестры Ани. Его назвали именем Сасун. Дух Сасуна и его предков-героев вновь продолжает жить на этой земле, будет строить жизнь и защищать родную страну. Մի բառով ասած, ինքը հերոս էր բոլորի